Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Լուսինե Բադալյանի հետ։ Բարև ձեզ Տիկին Բադալյան։ Բարև ձեզ։ Տիկին Բադալյան, Մոսկվայից առաջին հայտարարությունները երեկ եղան, Զախարովան հայտարարում է, որ Հայաստանում ընտրություններն անցել են ընդդիմության վրա աննախադեպ ճնշումների եւ արևմուտքի կողմից միջամտության մթնոլորտում։ Նախ ինչպես կմեկնաբանեք եւ արդյոք կիսում եք այս մտահոգությունները, որոնք կարծես թե միայն Մոսկվայից են դեռևս նման հայտարարություն արել է իդեպ նաեւ Պեսկովը եւ շատ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Շնորհակալ եմ, նախ առաջին հերթին հիշենք, որ արդեն 1 տարուց ավելի է, ոչ միայն մենք, ոչ միայն միջազգային կառույցները շատ տարբեր, այլ նաեւ ժողովուրդը անընդհատ ահազանգում է Ռուսաստանից անմիջական ճնշումների մասին։ Եվ Ռուսաստանում ապրող հայերի եւ այն սպառնալիքները, որոնք մենք նույնիսկ շատ ուղիղ եթերում ենք ստացել, եւ այն առաջարկությունները, որ թույլ տալ, որ ընտրություններին Ռուսաստանի անձնագիր ունեցող մարդիկ էլ կարողանան մասնակցել եւ ընտրվել այդ հորդորը եւ ակնարկը եւ ուղիղ խոսքը առաջին դեմքով եւ մնացած բոլոր ճնշումները, որ այս ընթացքում եղել են եւ սպառնալիքները, որ անպայման պետք է ընտրել պրոռուսական ուժերի կամ մեր կողմից ուղարկված ուժերի, որպեսզի սահմանը չփակվի, որպեսզի, այսինքն տոտալ ճնշում է եղել Ռուսաստանի Դաշնության կողմից եւ առերևույթ եւ այլ տարբերակով, այսինքն մի մասը հանրությունը տեսել է, մի մասը չի տեսել եւ բոլորի աչքի առաջ է այդ ամեն ինչը տեղի ունեցել Ռուսաստանից եկող ճնշումների վերաբերյալ։ Եթե այս ընտրություններում արդյունքները մի քիչ այլ կերպ լինեին, այսինքն ընդդիմությունը ժողովուրդը այդպես միասնական չկանգներ եւ իր խոսքը չասեր ընտրությունների արդյունքում եւ ընդդիմությունը կարողանար, եթե ամբողջությամբ չհաղթեր, ապա Գյումրի 2 աներ, ինչպես որ իրենք էին ասում, Ռուսաստան այս հայտարարություններով հանդես չէր գալու բնականաբար։ Բնականաբար շնորհավորելու էր, առաջարկելու էր ջերմ եւ սերտ համագործակցություն եւ սա իհարկե այս իրենց ընդհանուր հոգեվիճակից բխող արտահայտություններ են, ինչը հասկանալի է, ընդունելի է եւ մենք ժպիտով ուղղակի կլսենք եւ կսպասենք աշխարհի ամբողջ ծայրերից այստեղ եկած միջազգային դիտորդների անաչառ կարծիքին, չնայած նրանք կարծիքը արդեն հայտնել են, արդեն ասել են, որ ընտրակեղծարարություն չի եղել, արդեն ասել են, որ եղել են որոշակի տեխնիկական խնդիրներ, բայց դրանք ընտրությունների արդյունքի վրա էական ազդեցություն ունենալ չէին կարող։ Եվ հետեւաբար սպասելի էր, որ այսպես է լինելու, եթե որևէ մեկը կար, որ այլ բան էր սպասում, իհարկե սա միամտություն կլինի։ Բայց Եվրամիության միջամտություն ասելով ինչ են հասկանում Տիկին Բադալյան, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որոնք դուք վկայակոչեցիք, փաստերի ստուգման հարթակն էլ, եթե լսել եք այդ ձայնագրությունները, վերջին օրերին բացահայտում էր արել, թե ինչպես FSB-ի մակարդակում զանգում են Ռուսաստանում ապրող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին եւ հորդորում են, երբեմն անգամ սպառնում են, պարտադրում են պարտադիր գնալ ընտրություններին եւ պարզ է ընտրել որ ուժի օգտին։ Հիմա ինչպես բացատրել այս մի երևույթը եւ Եվրամիության միջամտություն ասելով ինչ նկատի ունեն։ Ես իրոք չեմ հասկանում ինչ նկատի ունեմ, որովհետև եվրոպական որևէ երկրի կողմից որևէ միջամտության, որևէ փաստ որևէ մեկը չի կարող բերել, նման բան գոյություն չունի, նման բան չի եղել, եթե եղել են ուղղակի աջակցության տեսքով կամ խոստումների տեսքով, որ մեր համագործակցությունը կխորանա, կբարելավի, այդտեղ որևէ հանցագործություն չկա, իսկ ինչ վերաբերում է այ անմիջական ուղիղ ճնշումներին, կարծում եմ նույնիսկ Ռուսաստանից հարյուրավոր հազար այն մարդիկ, որոնք եկան այստեղ ընտրելու իրենց հրահանգված ուժին եւ դրանով փոխեցին պատկերը եւ վտանգի առաջ կանգնեցրեցին Հայաստանի Հանրապետության գոյությունը ընդհանրապես որպես անկախ պետություն, նույնիսկ այդ մարդիկ շատ լավ գիտեն ինչ ճնշումների են իրենք ենթարկվել կամ որքան գումար են վերցրել կամ ինչպես են եղել այդ հարաբերությունները եւ հետեւաբար մի քիչ չափազանց է, նման խեղճացած դիտանկյունից այսպես փորձել ասել, որ Հայաստանի Հանրապետությունում ընտրությունները անցել են ճնշման պայմաններում։ Հայաստանի Հանրապետությունում ընտրությունները անցել են ազատ, արդար, թափանցիկ եւ մենք ինչպես միշտ պատվով կատարեցինք մեր այդ առաքելությունը եւ կազմակերպեցինք լավ ընտրություններ, որի արդյունքները կարող են մեզ համար էլ գոհացուցիչ չլինեն, որովհետեւ մենք ավելին էինք սպասում իհարկե, բայց ինչպես որ մենք ընտրություններից առաջ հայտարարել էինք, որ ինչպիսին է լինի ելքը, մենք հնազանդվելու ենք, որովհետեւ Հայաստանի Հանրապետության ժողովրդի կարծիքն է ամենակարևորը եւ իշխանությունը պատկանում է ժողովրդին, այս անգամ էլ էլի մենք հնազանդվում ենք, կան խնդիրներ, որոնք ընթացքում մենք կլուծենք։
Այսինքն նկատի ունեք խորհրդարանի ձևավորված խորհրդարանի պատկերում բան չի փոխվել նախորդ խորհրդարանի հետ համեմատած։ Իհարկե ես նաև նշել եմ, որ նույնիսկ տոկոսային հարաբերակցությամբ որևէ բան չի փոխվել, հա։ Իհարկե մենք հարգում ենք բոլոր մեր քաղաքացիների ընտրությունը եւ քվեն անկախ նրանից իրենք ում են ձայն տալիս, բայց միանգամայն նույն չափով, հա, խորհրդարանական ընդդիմություն մենք կունենանք, գրեթե նույն չափով, որովհետեւ ասում եմ ավելացնում ենք դրսից բերված, իհարկե սա մեր բաց թողումն է, որովհետև մենք պիտի օրենսդրական կարգավորումներ անեինք եւ կանենք դա անպայման հաջորդիվ, որովհետև իմ կարծիքով, իմ անձնական կարծիքն է, նեղ անձնական կարծիքն է սա, մարդիկ, որոնք Հայաստանի Հանրապետությունում չեն ապրում եւ շատ երկար չեն ապրել, իրենք չեն կարող որոշել Հայաստանի Հանրապետությունում ապրող մարդկանց ճակատագիրը։ Առավելություն պիտի ունենան այն մարդիկ, ովքեր պայքարում են այստեղ, ովքեր անկախ իրենց քաղաքական հայացքներից, անկախ տեսեք, որովհետև բնականաբար չեմ բացառում, որ էլի ինչ որ մարդկանց մտքով անցել է որևէ այլ հեռավոր երկրից գալ այստեղ եւ քվեարկել, նույնիսկ այդ դեպքում ես կարծում եմ, որ միշտ առավելությունը պիտի լինի տրվի այն մարդկանց, որոնք որ այստեղ ապրում են եւ իրենք գիտեն ամեն ինչի թե գինը, թե ընթացքը եւ թե դրա արդյունքը։ Տիկին Բադալյան, մենք խոսեցինք սպառնալիքներից ու նաեւ ֆինանսական մոտիվացիայից, որ այդ մարդկանց մոտիվացրել են այդ կերպ գալ Հայաստան եւ մասնակցել ընտրություններին, բայց ինչ որ մի զանգվածել անկեղծորեն հավատում էր, որ գալիս է Հայաստանը փրկելու, հենց իրենց բառերով եմ ասում, այս ապիկար իշխանությունից, այս իրավիճակից հանելու, ընդդիմությունն էլ է բարբերաբար այդ մասին ասում, որ ժողովուրդ պետք է երկիրը այս վիճակից հանենք։ Հիմա նաեւ նման անկեղծ մղումներով կարող է, ես չեմ բացառում, բացարձակապես չեմ բացառում, որ եղել են նաեւ մարդիկ, որոնք այդպես են կարծել, որովհետեւ իրենք այդպես են համոզել, բայց մենք չմոռանանք, որ նրանք ապրում են Ռուսաստանի Դաշնությունում, որտեղ ժողովրդավարություն իրականում, հա, չկա այն իմաստով, որ նրանք չունեն այլ ընտրանքային տեղեկատվություն ստանալու մեծ հնարավորություններ, իսկ Ռուսաստանի Դաշնության բոլոր հեռուստաալիքներով դուք տեսել եք ինչ է կատարվում, Հայաստանի մասին ինչ են խոսում, Հայաստանի Հանրապետության իշխանությունների մասին ինչ են խոսում եւ ինչ որ միտեղ, այո, կլինեն մարդիկ, որոնք կազդվեն դրանից, նույնիսկ եթե իրենց բարեկամները ասեն, որ դա այդպես չի, չեն հավատա, ամեն ինչ հնարավոր է, մենք բոլոր դեպքերում հարգում ենք բոլորի քվեն, հիշում եք, մեզ շատ էին հորդորում, հաշվի առնելով ընտրակաշառքների ծավալը եւ հանցագործությունները, որոնք կատարվում էին նախընտրական process-ում, հաշվի առնելով այդ ամենը թույլ չտալ, որպեսզի այդ ուժերը մասնակցեն ընտրություններին, բայց մենք նույնիսկ դա չարեցինք։ Դա չարեցինք հստակ իմանալով, որ այո, հնարավոր է, որ մենք խնդիրներ ունենանք հետո, հա, հետընտրական process-ում, նկատի ունեմ, որ այնքան ձայն չհավաքենք, որքան որ մեզ անհրաժեշտ է, հետագայում որևէ օրենք ընդունելուց խնդիրներ ունենանք, որովհետև դուք գիտեք, մենք առաջիկայում մեծ նախագծեր ունենք իրականացնելու, մենք ունենք եւ սահմանադրության փոփոխություն, մենք ունենք խաղաղության պայմանագիր վավերացնելու, մենք ունենք TRIP-ի համաձայնագիր, դրանից բխող բազմաթիվ օրենսդրական փոփոխություններ եւ այլն, բայց մենք ժողովրդի քվեն, նույնիսկ այդ քվեն մեզ համար բավարար չէ, մենք հարգում ենք եւ մենք ամեն գնով փորձելու ենք ժողովրդի ձայնի, ժողովրդի որոշման այդ ամրությունը պահպանել։ Իդեպ Նարեկ Կարապետյան այսօր հայտարարությունները որ հանդես եկել, որ սպասում են վերջնական հաշվարկին, որպեսզի հասկանան ԲՀԿ-ն անցնում է ամեն դեպքում խորհրդարան թե չէ, որովհետեւ դա հստակ պատկեր է փոխում եւ քաղաքացիական պայմանագրի ձեռքերը ինչ որ իմաստով կապվում են, արդեն կարծես թե այդ նախաձեռնությունները, որոնց մասին խոսեցիք, սահմանադրության փոխել, խաղաղության գործընթաց, TRIP, այդտեղ ասած մենք նրանց համար արդեն խոչընդոտներ կստեղծենք։ Տեսեք ինչ վատ է, որ եկել է քաղաքական ուժ, որը միայն ապրում է խոչընդոտներ ստեղծելու մոլուցքով։ Դե իրենք ասում են որևէ դեպքում իրենք չեն պատրաստվում խորհրդարանում քննարկել արդյոք մեր առաջարկած նախագծերը, որին ժողովուրդը կողմ է քվեարկել, փաստացի մենք ունենք, չէ՞, ժողովուրդը ձևավորել է արդեն իշխանություն իր քվեով, քննարկել այդ նախագծերը, հասկանալ որն է պետությանը լավ, պետության համար ինչն է օգտակար, ինչը չէ, իրենք միայն մեկ բան են ուզում խոչընդոտներ ստեղծել, բայց ուզում եմ հիասթափեցնել իրենց, աշխարհի բոլոր խորհրդարանական երկրներում խորհրդարանը բազմազան է, բազմաթիվ կուսակցություններ են այնտեղ, իհարկե ես հասկանում եմ եւ բոլորն են հասկանում, որ ցավոք սրտի խորհրդարան անցած բոլոր կուսակցությունները մենք ի սկզբանե էինք ասում եռագլուխ եւ հիմա էլ պիտի շարունակենք դա մեկ
քաղաքական ուղղություն է, մեկ գաղափար է եւ իրականում մեկ կուսակցություն է, պարզապես այսպես բաժանված 3 առանձին ճյուղերի, որոնք որ խորհրդարանում բնականաբար որևէ մեկը այլ ընտրանքային միտք չի ասելու, որևէ մեկը չի բանավիճելու, նրանք խորհրդարան են գալու, որպեսզի փչացնեն ամեն ինչ, որպեսզի փորձեն բարդություններ ստեղծել, բայց մեզ համար դա նորմալ է, քանի որ մենք ժողովրդավարական երկիր ենք կառուցում եւ ինչպես նշեցի խորհրդարաններում բազմազան են լինում, հա ներկայացվածությունն էսպես շատ լայն է լինում սովորաբար եւ բոլորն էլ գտնում են իշահ իրենց երկրի, թե համագործակցելու, թե լուծումները գտնում են երկրի համար կարևոր որոշումները ընդունելու։ Եվ հետեւաբար իրենք շատ այսպես ամպագորգոր բառեր թող չասեն, հնախ եւ առաջ թող վերցնեն իրենց մանդատները եւ գան ազգային ժողով, եւ քանի որ կային մարդիկ, ինչպես դուք նշեցիք, որ հավատում էին, որ նրանք փրկելու են երկիրը, նրանց տրվել է այդ հնարավորությունը։ Հիմա իրենք իշխանության մաս են արդեն, իրենք խորհրդարանի մաս են եւ ընդդիմությունը շատ կարևոր դեր ունի, թող սկսեն փրկել իրենց լիազորությունների շրջանակները։ Կարծում եք նրանք վերցնելու են մանդատները եւ վերադառնան բնականon աշխատանքի, նկատի ունեմ նույն Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, որ վիճարկելու են ընտրությունները, որքանով էլ որ դա տարօրինակ չի։ Դա նույնիսկ զավեշտալի է ոչ թե տարօրինակ, որովհետեւ կարծում եմ մենք ամենայն դեպս գոնե մեր սերունդը երիտասարդները շատ բան չեն տեսել, չեն հիշում, պատմելով էլ չեն պատկերացնում, բայց մենք հրաշալի հիշում ենք ինչպես է ընտրվել Ռոբերտ Քոչարյանը, հրաշալի հիշում ենք ինչպես են անցկացվել նրա օրոք ընտրությունները եւ միևնույն ժամանակ առաջարկում ենք, ինչպես որ ժողովրդական խոսքա չէ, ամեն մարդ իր արշինով է չափում եւ եթե իրեն թվում է, որ իշխանություն լինելու դեպքում շատ նորմալ է ընտրություններ կեղծելը եւ վախեր ունի, որ մենք հավանաբար իրպես կեղծել ենք ընտրությունները, դա բացարձակ իրականությանը չի համապատասխանում եւ առաջարկում եմ որքան որ ռեսուրս ունեն, թող ամբողջ բոլոր ռեսուրսները օգտագործեն մեր կեղծիքները բացահայտելու համար։ Ես առավել քան վստահ եմ, որ որևէ գործընթաց սկսելու դեպքում վերահաշվարկի կամ որևէ գործընթաց սկսելու դեպքում մեր ձայները էականորեն ավելանալու են։ Այսինքն անգամ երկրորդ փուլով ընտրությունների գնալու դեպքում։ Դե երկրորդ փուլով ընտրությունների գնալու դեպքում էլ կարծում եմ, որ այս նույն պատկերը միևնույն է մենք չենք ունենա, որովհետև նրանք չեն հասցնի Ռուսաստանի Դաշնությունից բերել կրկին այս քանակով մարդկանց, որոնք որ շատ կոնկրետ ուղղորդված կքվեարկեն մեկ ուժի օգտին եւ որևէ ելք իրենց ձեռնտու չէ։ Որևէ։ Իդեպ շատերն արդեն վերադարձել են։ Բայց ամեն դեպքում, քանի որ Ռուսաստանի հերոստա եթերից հնչող նաեւ ամենատարբեր թեզերի մասին խոսեցիք Տիկին Բադալյան, ձեզ չի մտահոգում այն, որ բաց տեքստերով երբեմն ուղակի, երբեմն անուղակի խոսում են, որ դե արդեն գործը հասել է նրան, որ կարող ենք դեսանտ իջեցնել։ Նման խոսակցությունները պարզապես այսպես չգիտեմ, ինչ որ մարդկանց ականջին հասցնելու համար են, թե դրանք կարող են նաև լուրջ ռիսկեր պարունակել։ Ես շատ անկեղծ փորձեմ ձեզ ասել, որ այդ ռիսկերը նոր չեն առաջանում, այդ ռիսկերը միշտ եղել են եւ թե տեսանելի, թե անտեսանելի հնարավոր բոլոր մեթոդները կիրառվել են վերջին տարիների ընթացքում, հատկապես յետպատերազմյան տարիներին, մինչեւ այս ընտրություններ, մինչեւ հունիսի 7-ը աշխարհի հայտնագործված, չհայտնագործված, հնարավոր, անիրական բոլոր գործիքները կիրառվել են մեր ժողովրդի եւ իշխանությունների վրա ճնշումներ գործադրելու համար։ Ամեն ինչ արվել է, թե ժողովուրդը, թե իշխանությունները մնացել են անսասան։ Եվ հետեւաբար, եթե նոր ինչ-որ բան են հայտնագործել եւ նոր կամ շատ հնացված մեթոդների են ուզում դիմել, այդ ռիսկերը միշտ էլ եղել են եւ մեր պարտքն է եղել այդ ռիսկերը կառավարել, որովհետեւ մենք հստակ գիտակցում ենք, որ այս պահին մեր գոյությունը միակ շանսն է պետականությունը պահպանելու համար։ Միակը։ Եվ սա պաթոս չի, սա չափազանցություն չի։ Բացարձակապես պաթոս չի։ Եթե որևէ մեկին թվում է, որ մենք շատ հեշտ է, ինչպես որ իրենք են փորձում ժողովրդին ասել, աթորից կարճած են, չգիտեմ, այսպես ինչ որ լավ են ապրում, սկսել են լավ ապրել եւ այլն, այդ անհեթեթությունները, որ կա, եթե որևէ մեկին թվում է, որ մենք այլ անելիք չունենք կամ չենք ուզում մեր ընտանիքների հետ լավ ժամանակ անցկасնել կամ մեզ դուր է գալիս են հայհոյախոսությունն ու անեծքները, այն սպառնալիքները, որ մենք գիշեր-ցերեկ լսում ենք եւ մենք դրանցից ազատվելու տարբերակ չգիտենք, դա այդքան էլ այդպես չի։ Մենք ուղղակի ունենք առաքելությունը եւ մենք շատ լավ ուսումնասիրելով եւ շատ լավ տեսնելով հստակ գիտենք, որ մեր պետականությանն ու անկախությանը վտանգ է սպառնում եւ այս պահին մենք ենք
ունեցել այդքան կամք եւ պատասխանատվություն, որպեսզի կարողանանք շատ ծանր գնով, շատ մեծ դժվարություններով, որոնք թե մենք անձնապես, թե թիմը ամբողջապես անցնում է, եւ շատ տարբեր ուղղություններով պայքարելով, մենք մեր խղճի առաջ հանգիստ լինենք, որպեսզի մենք իմանանք, որ մենք ամեն ինչ արել ենք, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը հարատև լինի, որպեսզի Հայաստանը լինի անկախ ինքնիշխան երկիր եւ փառք Աստծո եւ շնորհակալություն մեր ժողովրդին, որ ժողովուրդը սա հրաշալի գիտակցում է եւ մեր թիկունքին այս հարցում կանգնած է։ Բայց ամեն դեպքում բարդ է գիտակցել կամ հասկանալ այդ բարձ ճշմարտությունը, որ քո դաշնակիցը անգամ դրան խոչընդոտում է, առնվազն վերջին ճնշումները, տնտեսական լծակները, որ կիրառվում են ամենօրյա ռեժիմով, տեսեք անգամ խնդիր են գտել խաղողի եւ ծիրանի մեջ, այն դեպքում, երբ թե խաղողը, թե ծիրանը դեռևս չեն աճել, դրանք հուլիս-օգոստոսին կհասնեն։ Ինչպես են խնդիր գտել օրինակ ծիրանի մեջ կորիզ գտել, դա մեկ այլ հարց է, բայց ամեն դեպքում այդ սպառնալիքները որտեղից են գալիս։ Չէ, սպառնալիքները մենք բոլորս գիտենք կոնկրետ որտեղից են գալիս եւ այո, կան մարդիկ, որոնց համար դժվար է այդ ամենը հասկանալ, մի խումբ մարդիկ էլ կան, հարության հատվածներ, այսպես ասեմ, որոնք այդ ամեն ինչը հրաշալի հասկանալով, բայց այդ ռիսկին չեն ուզում գնալ եւ թերևս դրա համար փորձում են ավելի զգոն լինել, բայց ժողովրդի մեծամասնությունը իհարկե այս իմաստով անդրդվելի է եւ սա մեզ շատ ուրախացնում է եւ միևնույն ժամանակ մոտիվացնում է, որ մենք ել ավելի ուժեղ եւ ել ավելի ինքնավստահ կարողանանք պայքարել մեր երկրի թե անվտանգության եւ թե ինքնիշխանության համար։ Ես վստահ եմ, որ դա մեզ հաջողվելու է։ Եվ սրանք փրփուրներից կախվելու է, այսպես տարբեր ինչ որ գործիքներ են կամ իրավիճակ է, հուզական ինչ որ վիճակ է, թող ընդդիմությունը այնուամենայնիվ փորձի չճանաչել ընտրության արդյունքները եւ բողոքարկի։ Ես հավատացնում եմ, որ որևէ ելքով մեր վիճակը շատ ավելի լավ կլինի։ Սկսած վերահաշվարկից ավարտված նոր ընտրություններով։ Տիկին Բադալյան, մենք տեսնում ենք, որ աշխարհի տարբեր ծայրերից երեկվանից շնորհավորանքներ են հնչում Եվրամիության տարբեր անդամ երկրներ, Միացյալ Նահանգները, ԱՊՀ տարբեր երկրներ շնորհավորում են, բայց այս իմաստով էլ քար լռություն է Ռուսաստանի Դաշնությունում կամ Ռուսաստանի Դաշնությունից համապատասխան պաշտոնյաների կողմից։ Ինչ է կարծում, ինչով է պայմանավորված այդ լռությունը, ինտերնետի խնդիր ունեն, հասանելիության VPN-ի հետ է կապված, թե այստեղ այլ խնդիր կա։ Քանի որ ընտրություններից առաջ խոսվում էր հետընտրական process-ների մասին, եթե հանկարծ Սամվել Կարապետյանը չգա իշխանության, եւ եթե հանկարծ ԿՊ-ն շատ ձայներ հավաքի, եւ դրա մասին խոսվել է բազմիցս, դա եղել է թե սպառնալիքի տեսքով, թե նախապատրաստական աշխատանքների տեսքով, եւ բնականաբար հիմա որ ինչ որ process-ներ են ընթանում, նախապատրաստական աշխատանքներ են ընթանում, ընդդիմությունը փորձում է ելքեր գտնել, որովհետև այնուամենայնիվ սա իրենց համար իրոք անսպասելի ելք էր, հա։ Այսինքն իրենք երբ որ հայտարարում են հաղթելու ենք, հավատում էին դրան։ Չէ, միանշանակ հավատում էին, միանշանակ ոչ միայն նրանք, այլ բոլոր այն մարդիկ, որոնք որ այսպես ոչ միայն պայքարում էին, այլ ամեն ինչ արել էին, որ դա այդպես լինի, թեկուզ ժողովրդի, հա, այդ ընդդիմադիր հատվածը, որովհետև բացի իշխանության համակիրներից մնացածը համարվում են ընդդիմադիր, բայց ընդդիմությունը դա լրջագույն հասկացություն է երկրի կայացման կյանքում, երկրի հաջողությունների կյանքում, բոլոր ձգտում են այսպես իշխանության անպայման, որովհետև ավելի այսպես տոտալիտար, հա, մտածելակերպ ունեն, բայց ընդդիմությունը շատ կարևոր է, մենք երբեք դեմ չենք եղել ընդդիմություն լինելու հարցում, որովհետև այն լծակները, որոնք ունի ընդդիմությունը, նույնիսկ իշխանությունը չունի եւ այն հնարավորությունները, եւ լավ կլիներ, որ մենք ունենայինք այնպիսի ընդդիմություն, որը այդ առիթից օգտվելով ի նպաստ հայ ժողովրդի մի բան աներ, բայց մենք ունենք այն, ինչ որ ունենք այս պահին։ Ասածս այն է, որ քանի որ նախապատրաստվում էին հետընտրական process-ներին, բայց սա էլ է անհասկանալի իրավիճակ իրենց համար, որովհետև ընտրություններում խախտումներ չեն եղել։ Եթե ընտրակեղծարարություն եղած լիներ, դա նրանց կտար հնարավորություն հետընտրական process-ների, ինչպես որ Հայաստանի Հանրապետությունում վերջին 30 տարում միշտ եղել են հետընտրական process-ներ, այն պատճառով որ ժողովուրդը հստակ իմացել է, որ ընտրությունները կեղծված են։ Այս անգամ դրա հնարավորությունը չունեն եւ հետեւաբար ամբողջ աշխարհի կողմից քննադատությունների կարժանանան եւ նույնիսկ հաջողության դեպքում նրանց հետ որևէ մեկը չի համագործակցի, որովհետեւ փաստարկված չէ հետընտրական
process-ը, իսկ եթե համակերպվում են ընտրությունների արդյունքների հետ, ապա միևնույն է քաղաքացիական պայմանագիրը մեծամասնություն է եւ նրանք շատ մեծ բան չեն կարողանա փոխել եւ կլինի այն, ինչ որ եղավ նախորդ 5 տարիների ընթացքում, այսինքն իրենք միայն կհայհոյեն, միայն կվիրավորեն, ստեր կտարածեն, կեղծիք կտարածեն, մինչդեռ քաղաքացիական պայմանագիրը կաշխատի, բարեփոխումներ կանի, ինչպես որ մենք արեցինք նախորդ հնգամյակում։ Այնպես որ հիմա մի քիչ պիտի իրենք հասկանան, բա ինչ անեն, բա ինչու էսպես եղավ։ Շատ վստահ են, որ էսպես չի լինելու։ Դե օրինակ Նարեկ Կարապետյանը հայտարարում է, որ քաղաքացիական պայմանագրից եթե ընդամենը 8 падգամավոր միանա միասնական ընդդիմությանը, հնարավոր կլինի իրավիճակ փոխել։ Դե սա քննարկվում է արդեն ընդդիմության կողմից վերջին քանի տարվա ընթացքում, հա, ինչ հետհեղափոխական Հայաստանում այդ առևտուրը միշտ էլ կա եւ չգիտեմ մենք այս մասին շատ քիչ ենք խոսում եւ այդ խոսելը նույնիսկ մենք ենք վերապրում եւ դա մեզ ցավ է պատճառում, բայց այնուամենայնիվ ես փորձեմ հանդգնել ասել եւ հուշել նաեւ Նարեկ Կարապետյանին, եթե ինքը տեղյակ չէ, իր գործընկերները իրեն չեն ասել, 2020 թվականի պատերազմից սկսած պատերազմի ավարտից, լավ, ավարտի օրվանից, երբ որ խմորումներ սկսեցին երկրում, այն ժամանակ իմ քայլը դաշինքն էր, հա, քաղաքացիական պայմանագիրը չէր, մեզանից յուրաքանչյուրի հետ ձեր երևակայությամբ ինչ կանցնի, թե առաջարկություն, թե սպառնալիք եղել է։ Ամեն ինչ, այսինքն օր է եղել մենք վերադարձել ենք տուն, դռները կոտրված, պատուհանները կոտրված, տարբեր տեսակի ահաբեկող բաներ, եղել են առաջարկներ, մեծ առաջարկներ, միլիոնների, միլիարդների, եղել են առաջարկներ, որ այսքան ձեզ թիրախավորել էինք, հիմա այսօրվանից հակառակ լրատվությունը ձեզ համար կաշխատի եւ գիտենք, որ ծանր եք տանում, բայց դուք դրանից կպրծնեք, ձեր երեխաները հանգիստ կապրեն, այսուհետեւ միայն լավ բաները, պայմանը մեկն է եղել Նիկոլ Փաշինյանի կողքից հեռանալ։ Միայն դա պայմանը, այսինքն կամ թողեք երկրից գնացեք, մենք կֆինանսավորենք, աշխատանք կգտնեք, բայց երկրից գնացեք, կարևորը որ մենք Նիկոլ Փաշինյանին միայնակ թողնեինք, որպեսզի իրենց պլանները կարողանային իրագործել եւ նույնիսկ այդ պայմաններում հարգելի Նարեկ Կարապետյան, այսինքն ահաբեկելու պայմաններում միլիոններ, միլիարդներ առաջարկելու պայմաններում եւ մնացած ինչ որ ֆիլմերում դուք տեսել եք, այդ ամենի միջով անցնելով մեր թիմից որևէ մեկը Նիկոլ Փաշինյանին մենակ չի թողել։ Տիկին Բադալյան։ Եղան մի քանի հոգի, որոնցից մեկը իրենց թիմում է, մյուսը Սերժ Սարգսյանի թիմում է, ինչ որ 1-2 հոգի վախեցան, հետ քաշվեցին, հետո բնականաբար ամենայն հավանականությամբ չեն ուզենա, որ այդպես լիներ, բայց զուսպ են, ասենք չկան, բայց էլ մեր թիմում չեն, մնացածը իրենց թիվը չկարողացան ստանալ, որովհետև սա մի քիչ լիրիկական կստացվի, բայց միշտ հիշեք այն երգը, որը որ մենք միշտ երգել ենք եւ մեր կամքը քարից էլ ամուր է, ամուր է քարից էլ։ Այնպես որ առաջարկում եմ որսով չզբաղվել, հա, եւ քաղաքացիական պայմանագրից ընդհանրապես որևէ մեկին չմոտենալ եւ այդ ձեր 8 հոգին, որ ձեզ պակասում է որևէ բան իրագործելու համար, փնտրեք ուրիշ տեղ։ Քաղաքացիական պայմանագրում նման դեմքեր չկա։ Դիլեման եւ հետաքրքրականն այն է, որ իրենք այս ընթացքում ամբողջ ընտրապայքարի ընթացքում ասում են թույլ առաջնորդին եկել են ուժեղով փոխարինեն։ Հիմա այս հակակոռուպցիոնի բացահայտումները, այդ ձեր ասած նաև բացահայտումները, ինչ որտեղ տարօրինակ այդ սպառնալիքների գումարի մասին, կաշառելու այդ միտումներ, թույլ առաջնորդին հեռացնելու մասին են, այդ մեծ մոբիլիզացիան։ Դե գիտեք, ախր բոլոր են մարդիկ գրաճանաչ ցանկացած մարդ, որը կարող է պաշտոնական բոլոր փաստաթղթերը կարդալ եւ հետո լսել ընդդիմության խոսքը։ Այն ինչ որ իրենք ասում են արդեն գրված փաստաթղթերի վերաբերյալ։ Բոլոր են մարդիկ, որոնք տեսնում են ինչ է խոսում ընդդիմությունը, ընդհանրապես ինչով է զբաղված այս ընդդիմությունը եւ նրանց կուլմինացիան ուժեղ Հայաստանն է այսօր։ Օրինակ նախկինում այն ուժերը, որոնց հետ մենք էլի պայքարի մեջ ենք եղել, քիչ թե շատ պատրաստված էին, դրա համար էլ իրենց մոտ այդ պատրաստված մարդկանց անբավարար քանակ կար եւ հետեւաբար մարդիկ եղան, որոնք Հայաստան դաշինքից իրենց ցուցակում են այս պահին, մարդիկ կան, որ էլի այդ նույն խմբավորումից, բայց նրանցով են համալրել իբրև թե պատրաստված են, այդտեղ նորություն որևէ չկա այդ թիմում, ինչպես նկատում եք, ՀՀԿ-ից են մարդիկ, մի խոսքով, գիտեք
իրենց ցուցակի ընդհանուր առմամբ կազմություն է եւ երբ որ մարդիկ մի քիչ ուշադիր հետևեն կտեսնեն որ նրանք դեռ ոչ մի բառ չեն ասել որը որ կեղծ չի ոչ մի հայտարարություն չեն ասել ոչ մի տեղեկատվություն չեն տվել ոչ մի ենթադրություն նույնիսկ կամ վերլուծություն չեն արել, որը որ փաստահեն է կամ որը որ կարող է իրականություն լինել։ Նրանք ամբողջությամբ կեղծիք է այդ մարդկանց ցանկացած խոսք կեղծիք է այդ մարդկանց կողմից եւ հետեւաբար ցավոք սրտի մենք ունենք այս պատկերը այնուամենայնիվ մենք հանրության մեջ ընտրության արդյունքներով համենայն դեպս ունենք բավականին մեծ տոկոս, որ այդ կեղծիքին հավատում է, բայց էլի շնորհակալություն մեր ժողովրդին, որ կարողացել է ճշմարտության կողքին կանգնել եւ այդ ճշմարտության արդյունքում են բարիքները, որոնք կլինեն Հայաստանի կյանքում այսուհետև օգտվելու են նաև այդ մարդիկ եւ մենք դրա համար շատ ուրախ ենք։ Տիկին Բադալյան հանուն արդարության կա նաև մի ընտրողների մի ստվար զանգված, ովքեր հիասթափված են հենց այս իշխանություններից այն բանի պատճառով, որ այդ խոստումները հատկապես նախկին ղեկավարությանը պատժելու իմաստով, նրանց օրենքի դաշտ բերելու իմաստով կարծես թե դեռևս իրականություն չեն դարձել, հակառակը նրանք ընտրապայքարի մեջ են եւ քարոզարշավի ընթացքում նաև այս անգամ եղան նման հայտարարություններ, որ Սամվել Կարապետյանը երկար տարիներով Հայաստանից չի գնալու, նա կրելու է իր պատիժը, Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ի գործով պատժվելու է։ Հիմա սրանք քաղաքական հայտարարություններ են, թե այնուամենայնիվ իրավապահ համակարգը, դատա իրավական համակարգը սրանց գնահատական է տալու եւ Սամվել Կարապետյանի մասով այդ հայտարարությունը իրականությանը մոտ է, թե այնուամենայնիվ մարդը ոչ падգամավորի թեկնածու է, ոչ վարչապետի եւ մի օր կարող ենք տեսնել, որ օրինակ մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, թեև չգիտեմ որքանով է իր համար նպատակահարմար հիմա նման քայլի դիմել է, բայց ամեն դեպքում այդ հայտարարությունները դրանք պարզապես հայտարարություններ էին, թե խոստումներ էին, թե դրանք հայտարարություններ չեն, դրանք խոստումներ էլ չեն, դրանք նախազգուշացում չէ։ Տեղյակ պահել է ժողովրդին, որ այսպես է լինելու։ Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը տեղյակ է պահել ժողովրդին, թե առաջիկայում ինչ է լինելու, ոչ թե խոստում է տվել, ոչ թե նախազգուշացրել է ինչ-որ մեկին ինչ-որ մի բան, որովհետև այո, մենք ունեցել ենք բարդություն այդ խնդիրները լուծելու համար, որովհետև ինչպես մեր հարցազրույցի սկզբում նշեցի, որովհետև մենք շատ ավելի լուրջ խնդիրներ ենք ունեցել լուծելու, լուրջ ինչ իմաստով Հայաստանի Հանրապետության պետականությունը պահպանելու խնդիրներ ենք ունեցել, անվտանգության խնդիրներ ենք ունեցել լուծելու եւ մենք դրանք լուծել ենք իմիջայլոց եւ այդ ընթացքում մի քիչ բարդացել է եւ շատ արագ չի եղել այն խոստումը, որը մենք տվել ենք ժամանակին։ Իսկ հիմա բոլոր խնդիրները լուծված են, այն խնդիրները, որոնք սպառնալիքի պես կախված էին մեր գլխին եւ մեր գոյությանն էին սպառնում, այդ խնդիրները մենք լուծել ենք եւ եկել է ժամանակը, այո, երկիրը ներսից մաքրելու, որովհետեւ այս քաղաքական ուժերը չնայած էլի ժողովրդի մի որոշ մասի աջակցությամբ մտան ազգային ժողով, ցավոք սրտի, բայց նրանք քաղաքական դաշտ մտնելով իրենց հետ վերադարձրել են ընտրակաշառքը, որից որ մենք ձերբազատվել էինք, վերադարձրել են կոռուպցիան, որի դեմ տեսել եք ինչպես էինք պայքարում եւ այնուամենայնիվ որոշակի հաջողություններ ունեինք, իրենց այս պահին մեկ բան է պետք անձեռնմխելիություն, բայց այնուամենայնիվ դրա համար էլ եկել են ազգային ժողով եւ դրա համար էլ մանդատները վերցնելու են խոսքս հիշեք, բայց ես կարծում եմ, որ այնուամենայնիվ մենք շատ վճռական ենք տրամադրված երկրի արտաքին քաղաքական հարցերը լուծելուց հետո կարգի բերելու նաև երկրի ներսը, որովհետև դա էականորեն կարող է վատ ազդել երկրին նաև անվտանգային եւ արտաքին քաղաքականության հարցերին։ Այսինքն Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ի գործով, եթե դա հանգուցալուծումը տեսնենք շուտով, բանտ է գնալու։ Դե ես նման պնդում չեմ կարող անել։ Կսպասենք։ Եվ ինչպիսի Հայաստան եք պատկերացնում առաջիկա 5 տարիներին ձևավորված խորհրդարանը հաշվի առնելով, որն է քաղաքացիական պայմանագրի համար լինելու առաջնահերթություններ եւ արդյոք այդ ճանապարհին խոչընդոտ չեք տեսնում հաշվի առնելով էլի ձևավորված խորհրդարանը Նիկոլ Փաշինյանը տևական ժամանակ խոսել է սահմանադրության փոփոխության մասին, էլի խաղաղության գործընթացը, ինչ է կարծում, որոշակիորեն այդ գործընթացները տորպեդահարվելու են, թե այնուամենայնիվ դուք հասցնելու եք դրանք իրենց տրամաբանական ավարտին եւ ինչ արտաքին քաղաքական կուրս է ունենալու Հայաստանի Հանրապետությունը առաջիկա 5 տարիներին։
Սկսեմ վերջից, արտաքին քաղաքական կուրսը որևէ կերպ չի փոխվելու, ինչպես մենք տարիներ առաջ ասացինք, որ մեր թե արտաքին քաղաքականությունը, տնտեսությունը, անվտանգությունը ամեն ինչը պիտի մենք դիվերսիֆիկացնենք, մենք այդպես էլ արեցինք եւ ես կարծում եմ, որ մենք ընդհանուր առմամբ այս պահին հաշվի առնելով մեր ռազմավարական գործընկերությունները, այն հուշագրերը, այն պայմանագրերը, որոնք մենք կնքում ենք մեր գործընկերներ այլ երկրների հետ եւ արդեն դրանք իրականություն ենք դարձնում, արդեն ցույց է տալիս մեր արտաքին քաղաքականությունը ընդհանուր առմամբ եւ այնտեղ առանձնապես էական փոփոխություններ չկան։ Ինչ վերաբերում է խոչընդոտներին, մենք ի սկզբանե խոչընդոտների պայմաններում ենք աշխատել եւ շատ ավելի ծանր խոչընդոտներ ենք ունեցել մեր ամբողջ գործունեության ընթացքում եւ մեր թիմը շատ կոփված է, շատ ավելի կոփված է եւ մենք այդ խոչընդոտները հաղթահարել ենք եւ միևնույն ժամանակ իհարկե լավ կլիներ, որ քո իսկ հայրենակիցները քո իսկ հայրենիքի համար լավ բաներ անելու համար խոչընդոտներ չստեղծեին, իհարկե սա կլիներ քաղաքակիրթ եւ ճիշտ եւ այսպես բարոյական մոտեցում, բայց այնուամենայնիվ մենք սովորել ենք միևնույն ժամանակ ոտքի տակ ընկնողներին այսպես հեռացնել եւ շարունակել ծառայել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Իսկ խնդիր համարում եք այն հանգամանքը, որ թե Թուրքիայից թեև եղավ արդեն շնորհավորանք, բայց ադրբեջանական կողմից այդպես էլ չի եղել շնորհավորանք Նիկոլ Փաշինյանի ընտրվելու կապակցությամբ եւ ադրբեջանական մամուլը կարծես թե այնտեղ էլ որոշակի այլ սպասելիքներ կար, սա իմ անձնական ենթադրությունն է, բայց երեկվանից խոսում եմ այն մասին, որ այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանը ունի սահմանադրական մեծամասնություն եւ չի կարողանալու ապահովել սահմանադրության փոփոխություն, այդ իմաստով նաեւ խաղաղության հաստատում։ Ես կարծում եմ, որ շատ տարբեր երկրներ դեռևս հապաղում են շնորհավորել, ինչու, որովհետև այնուամենայնիվ ընտրության արդյունքները վերջնականապես կհայտարարվեն, եթե չեմ սխալվում, ամսի 14-ին, այսինքն մեկ շաբաթ ժամանակ է տրվում յետընտրական այդ փուլում, որպեսզի եթե կան բողոքարկումներ, եթե կան որևէ տեղամաս, որի վերաբերյալ կասկածներ կան, վերահաշվարկ իրականացվի այն process-ները, ինչ որ հիմա ընթանում են եւ դրա վերջում կարող է պատկեր փոխվել եւ ըստ այդմ որոշ երկրներ սպասում են մինչև վերջնական արդյունքներին եւ վերջնական արդյունքներից հետո հայտարարվի այդ ամենը։ Իհարկե սահմանադրական մեծամասնություն ունենալու դեպքում շատ ավելի հեշտ կլուծվեին շատ հարցեր եւ շատ ավելի արագ, բայց այնուամենայնիվ ես ուզում եմ հավատացնել բոլորին, որ անկախ նրանից մենք ունենք սահմանադրական մեծամասնություն թե ոչ, այնուամենայնիվ մենք միանձնյա ենք կառավարելու եւ մենք ենք ձևավորելու կառավարությունը, քաղաքացիական պայմանագիրը ամենայն դեպս ժողովուրդը օժտել է քաղաքացիական պայմանագրին այդքան քվեով, որպեսզի կարողանայինք նորին առանց կոալիցիայի կառավարել երկիրը եւ բոլոր դեպքերում մենք այն ամենը ինչի վերաբերյալ որ պայմանավորվել ենք մեր ժողովրդի հետ, խաղաղություն, անվտանգություն եւ բարեկեցություն, մենք դա իրականացնենք բոլոր դեպքերում։ Շնորհակալ եմ Տիկին Բադալյան։ Հիշեցնեմ, որ զրուցակիցս քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանն էր։ Կհանդիպենք։